Ես Երևանում ասվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье у меня на ТикТоке прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Дорогие мои, вы тоже можете давать свои вопросы на русском. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопросов. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива. Я с вашим удовольствием на ваши вопросы тоже буду отвечать на русском. Ինչպես գիտեք սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ TikTok-ով ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նեգատիվ էներգիայի առկայության վերաբերյալ իմ ուղիղները իրենք յուրահատուկ են, եթե ես զգամ, որ ձեր խնդիրները կապված է որևէ տեսակի նեգատիվ էներգիայի հետ, ես այդ հարցերին նույնպես պատասխանում եմ։ Սկսենք սիրելիներս մեր ուղիղ եթերը, ուղարկեք ձեր հարցերը, ձեր լայքերը, ձեր նվերները, շատ շնորհակալ եմ։ Սամվել 23 տարեկան, երջանիկ կլինի ամուսնական կյանքում թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սամվել 23 տարեկան, ընդհանրապես ցույց է տալիս, որ Սամվելի վրա կա նեգատիվ, որը չի թողնում, որ Սամվելը երջանիկ լինի անձնական կյանքում։ Սիրելի Սամվել, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր դրանից հետո հնարավոր կլինի, որ եւ երջանիկ լինեք, եւ հարուստ լինեք, այս նեգատիվը փակելու է ձեր երջանկության ճանապարհը, ձեր հաջողության ճանապարհը։ Մանե 36 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մանեի համար։ Մանե 36 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Մանե, սիրելի Մանե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավորություն կլինի, որ դուք ունենաք անձնական, դուք ձեր անձնականի մեջ սիրելի Մանե, ամբողջովին պարտված եք, ձեր անձնականը գալիս տեղ չի ասնում, թերի է, կիսատ է, ոչ այն է, ինչ որ ձեզ տիեզերքը ձեզ համար նախատեսել է։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Տիգրանը զգացմունք ունի Լիլիթի նկատմամբ թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Տիգրանը զգացմունք ունի Լիլիթի նկատմամբ թե ոչ։ Ընդհանրապես Տիգրանի վրա կա թուղթուկիր, որի պատճառով ինքը ոչ մեկի հանդեպ զգացմունք չունի։ Եթե զգացմունք էլ ունենա, հետագայում կլինի պրոբլեմներ։
դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր տիգրանի մոտ հնարավոր է, որ լինի ճիշտ զգացմունքներ, կկարողանա ճիշտ անձնական որոշումներ կայացնի, քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում տիգրանի մոտ ճիշտ անձնական էմոցիաներ, չկա, տիգրանի վրա թուղթուգիր կա, որի պատճառով ինք իր ճիշտ ու սխալն էլ չի ճոգում, որտեղ խավար է, որտեղ որ խնդիր է, այնտեղ է գնում։ Տիգրանը եթե մաքրվի, նոր արդեն ինքը կկարողանա ճիշտ անձնական որոշումներ կայացնի։ Այս նեգատիվի տակ ցույց չի տալիս, որ տիգրանը կկարողանա լավ էմոցիաներ ունենա եւ ճիշտ էմոցիաներ ունենա։ Նարեկ 30 տարեկան, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար, Նարեկ 30 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Նարեկ, ձեր վրա կա կնոջ կողմից կատարված թուղթուգիր, եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված, դուք կանգնած եք փակուղու առաջ, սիրելի Նարեկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, սիրելի Նարեկ, դուք ավելի եք կորցնելու ձեր հիմքերը, դուք ավելի եք կորցնելու ձեր վստահությունը կյանքի հանդեպ, ավելի է ձեր փակուղին նեղանալու, սիրելի Նարեկ, մաքրվեք այս նեգատիվից եւ ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կնոջ կողմից թուղթուգիր կար, որը փակում է ձեր հաջողությունը, Անուշ 30 տարեկան աբագա, տեսնեք ինչ է ասում տիեզերքը, մեր սիրելի Անուշի համար, Անուշ 30 տարեկան աբագա, սիրելի Անուշ, ճիշտ է վախեր կա, բայց մի քվախեցեք, որոշակի ժամանակ հետո դուք կարողանաք այդ խնդիրներից, այդ վախերից, այդ պրոբլեմներից ձերբազատվել, ուղղակի մի քվախեցեք, մի հիասթափվեք, առաջ գնացեք եւ կլինի հաջողություն։ Խնդիրն ու պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է երջանկության ճանապարհը, երջանկության ճանապարհը։ Անժելա 32 տարեկան, ինչ է սպասվում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Անժելա 32 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Անժելա, անձնական ոլորտում, գործնական ոլորտում, կա ֆինանսական դժվարություններ, գիտեք ինչ, սիրելի Անժելա, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված, եւ առողջական խնդիրներ հնարավոր է լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անժելա, դուք դեռ երիտասարդ եք, նոր դրանից հետո ձեր կյանքի մեջ կլինի դրական փոփոխություն դեպի լավը։ Եթե մաքրման գործողություն չլինի, սիրելի Անժելա, քանի գնա այնքան ձեր կյանքի մեջ խնդիրները եւ պրոբլեմները կշատանան։ Շնորհակալ եմ նվերների համար։ Հրիփսիմե 21 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հրիփսիմեի համար։ Հրիփսիմե 21 տարեկան ընդհանուր, սիրելի Հրիփսիմե, Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելիս, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Ընդհանուր եւ երջանկություն է ցույց տալիս եւ հաջողություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։
Տիգրան 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 47 տարեկան անձնական։ Սիրելի Տիգրան, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա սիրային մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական երջանկություն։ Ձեր վրա թուղթուկիր կա, սիրելի Տիգրան, փակված է ձեր անձնականը։ Մաքրվեք, որպեսզի լինի անձնական։ Աննա 43 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 43 տարեկան ընդհանուր։ Սիրելի Աննա, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր հայրական ազգը ամբողջովին փակված է, ինչպես ստացես բացատրեմ։ Եթե դուք ունեք հոր եղբայրներ, հորաքորներ, ուշադրություն դարձրեք, այդ ազգի մեջ կա խնդիրներ, ֆինանսական, անձնական, առողջական, վաղաժամ մահեր, սիրելիս, այս նեգատիվը ամբողջովին փակում է ձեր առաջխաղացումը։ Դուք դեռ երիտասարդ եք, բայց դեռ խնդիրների ու պրոբլեմների մեջ եք տաղված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեզքը ձեր վրայից մաքրեք և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Իսկ եթե չմաքրվեք, սիրելիս, սա փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Կորցնում եք անտեղի ժամանակ, ձեր կյանքը ամբողջովին անցնելու է աննպատակ։ Արմինե 47 տարեկան ինչ է սպասում։ Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 47 տարեկան ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հնարավորություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, ճիշտ է կա խնդիր, կա պրոբլեմ, բայց նաև ցույց է տալիս, որ դուք այդ խնդրից պրոբլեմից դուրս կգաք, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս ելք, ճիշտ է անմիջապես երկնքից մանանա չի ընկնելու, բայց դուք կարողանալու եք կամաց ձեր հատկապես ֆինանսական ոլորտը կարգավորել։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Ջեմա 55 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ջեմայի համար։ Ջեմա 55 տարեկան։ Ջեմա 55 տարեկան։ Սիրելի Ջեմա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կապ, և անձնականն է փակված, և գործնականն է փակված, կա նաև առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Ջեմա, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի երջանկություն։ Ձեր վրա կա գործողություն, կապված է ձեր հաջողությունը, ձեր անձնական երջանկությունը։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Արփինե 25 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Արփինե 25 տարեկան, ֆինանսական, սիրելի Արփինե, կա դժվարություններ,
Սիրելի Արփինե, ճիշտ է, դուք երիտասարդ եք, բայց ձեր վրա կա մագիա։ Հատկապես մագիան կատարված է ձեր անձնականի վրա, բայց այս մագիան ոչ միայն ձեր անձնականի վրա է ազդում, նաև ազդում է ձեր ֆինանսականի վրա։ Գիտեք ինչ, սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիայից ձերբազատվեք և ֆինանսական հաջողություն կլինի, և անձնական երջանկություն կլինի։ Հատկապես կատարված է նեգատիվը ձեր անձնականի վրա, ձեր անձնականն է փակված, բայց դա ազդում է նաև ձեր ֆինանսականի վրա։ Մաքրվեք և աշխատանք կլինի, և երջանկություն կլինի, և ֆինանսական հաջողություն կլինի։ Շնորհակալ եմ։ Հայկոյի 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկու համար։ Հայկուհի անձնական։ Սիրելի Հայկուի, ձեր վրա կաթգիր, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Մագիա կա ձեր վրա, սիրելի Հայկուի, կախարդանք կա, որը փակում է ձեր անձնականը։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների համար։ Հովհաննես 34 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։ Հովհաննես 34 տարեկան։ Կախնդիրներ, սիրելի Հովհաննես, կախնդիրներ ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Գիտեք ինչ, սիրելի Հովհաննես, և կախնդիրներ, և ձեր անձնական ոլորտում, և ձեր գործնական ոլորտում, բայց ցույց է տալիս, որ դուք կկարողանաք այդ խնդիրներից դուրս գալ։ Ճիշտ է, դժվարություն է ցույց տալիս, ճիշտ է ժամանակ է ցույց տալիս, բայց դուք կկարողանաք այդ խնդիրներից դուրս գալ։ Ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, սիրելի Հովհաննես։ Լիանա 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 38 տարեկան անձնական։ Սիրելի Լիանա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ։ Լուիզա 41 տարեկան անձնական։ Լուիզա 41 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուիզայի համար։ Կախնդիրներ, սիրելի Լուիզա, կախնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ուղղակի որոշակի ժամանակ է պետք, շատ կարճ ժամանակ, դա տարիներ չէ։ Խնդիրներ կան, բայց այդ խնդիրները լուծելի են, սիրելի Լուիզա։ Շնորհակալ եմ նվերների համար։ Մելինա 38 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մելինայի համար։ Մելինա 38 տարեկան։ Կախնդիրներ, սիրելի Մելինա։ Սիրելի Մելինա, ձեր վրա կա թուղթուկիր, որը բերում է այդ խնդիրները, և անձնական պրոբլեմներ կա, և ֆինանսական պրոբլեմներ կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Մելինա, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։
ձեր վրա կախարդանք կա, որը փակում է ձեր հաջողությունը եւ անձնական ոլորտում է խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում։ Շնորհակալ եմ։ Ես ձեզանից եմ շնորհակալ ձեր լայքերի, ձեր նվերների, ձեր սրտիկների համար։ Հասմիկ 49 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 49 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Հասմիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ։ Սիրելի Հասմիկ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Անգելինա Ռուբեն, կամուսնանան։ Անգելինա Ռուբեն, ամուսնություն կլինի թե ոչ։ Սիրելիներս եւ Անգելինայի եւ Ռուբենի վրա կա թուղթուգիր մագիա, որի պատճառով չեմ տեսնում ամուսնություն, որպեսզի լինի ամուսնություն, պետք է եւ Անգելինան եւ Ռուբենը այս նեգատիվից մաքրվեն, որ մաքրվի նոր հնարավոր է, որ լինի ամուսնություն։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Անի Քերոբ, հավանում է տղան Անիին թե ոչ։ Անի Քերոբ, ընդհանրապես Քերոբի վրա թուղթուգիր կա, որի պատճառով ինքը ոչ մեկին չի հավանի, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի ամուսնություն, որպեսզի Քերոբը որևէ մեկի հավանի, պետք է մաքրման գործողություն կատարի։ Քանի կա այս նեգատիվը, Քերոբը երբեք լավ մարդու չի հավանի, ընդհակառակը լույսը կթողնի, կգնա դեպի վատը, վատ վամնարկի տեղ մարդկանց կհանդիպի։ Քերոբի վրա թուղթուգիր կա, որի պատճառով ինքը իր ճիշտն ու սխալը չի հասկանում, այն ինչ որ իր համար լավն է, դա չի ընդունում, կգնա դեպի խնդիրներ, դեպի պրոբլեմներ։ Քանի որ Քերոբի վրա կա թուղթուգիր մագիա, ինքը չի կարողանա ճիշտ որոշում կայացնի, չի կարողանա ճիշտ հավանի ճիշտ մարդու, կկատարի սխալ որոշում։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Նարեկ Հայկուի, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի եւ Հայկու համար։ Նարեկ Հայկուի, կա խնդիրներ, սիրելի Նարեկ, սիրելի Հայկուի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Կա խնդիրներ, դրանք ժամանակավոր են։ Թեվա 23 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Ցինա 23 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Կա խնդիրներ, բայց մի քվախեցեք, սիրելի Թինա, այո, հղիություն կլինի։ Հղիություն կլինի, ձեզանից էլ աշկալ ու զանգ եմ սպասում։ Սիրելի Թինա, հղիություն կլինի։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Վահե Վաշտուհի կլինեն միասին թե ոչ։ Վահե Վաշտուհի կլինեն միասին թե ոչ։
Այո, միասին կլինեք։ Սիրելի Վահե, սիրելի Վաշտուի, դուք միասին կլինեք։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Նոր այրի համար, եթե ցանկանում եք, կարող եք ինձ անհատական դիմել, այդ հարցին կպատասխանեմ, մասսայական չեմ պատասխանի։ Շնորհակալ եմ նվերների համար։ Անի 27 տարեկան, երբ երեխա կունենա երեխա արդյոք թե ոչ։ Անի 27 տարեկան, սիրելի Անի, դուք երեխա կունենաք և շատ շուտ, դուք երեխա կունենաք, ձեզանից էլ աշկալուզանք եմ սպասում, դուք երեխա կունենաք։ Արփինե Արմեն, անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արփինեի ու Արմենի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արփինե, սիրելի Արմեն, ձեր վրա կա մագիա, ձեր վրա տուղտուկիր, որը փակում է ձեր երջանկության ճանապարհը, ձեր հաջողության ճանապարհը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արփինե, սիրելի Արման, որովհետև ցույց է տալիս, որ կլինի շատ մեծ խնդիրներ և պրոբլեմներ, ձեր երջանկության ճանապարհը, ձեր հաջողության ճանապարհը ամբողջովին փակված է, ձեր վրա կա գերեզմանային կախարդանք, գերեզմանային մագիա։ Գայանե Հրաչ, անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Գայանեի և Հրաչի համար։ Գայանե Հրաչ, անձնական, սիրելի Գայանե, սիրելի Հրաչ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Տարոն 35 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Տարոն 35 տարեկան, առողջական։ Սիրելի Տարոն, ձեր առողջական խնդիրը դա ոչ թե սովորական խնդիր է, ձեր վրա կա գիժ, ձեր վրա կա կախարդանք, որը բերել է նման ֆիզիոլոգիական խնդրի առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապաքինում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, նաև կլինի ապաքինում, կլինի լավացում, քանի կա այս նեգատիվը, բժիշկները չեն էլ կարողանա ձեզի նույնիսկ ճիշտ բուժ օգնություն ցույց տալ, սիրելի Տարոն։ Շնորհակալ եմ նվերների, շնորհակալ եմ լայքերի համար։ Անահիտ, երբ կլինի ձեր տան հարցը, տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ, երբ կլուծվի ձեր տան հարցը, ընդհանուր տեսնենք ինչ է ասում տեզերքը։ Սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուկիր, որը փակում է և ձեր տան հարցը, ընդհանուր փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները,
ձեր վրա կա թուղթ ու գիր, ձեր վրա կա կախարդանք, որը չի թողնում, որ դուք առաջ գնաք։ Մի քայլ անում եք, 10 հատ քայլ հետ եք գնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Անահիտ, մաքրվեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, նաեւ ձեր տուն ստանալու հետ կապված ձեր նպատակն ու երազանքը կկատարվի։ Քանի կա այս նեգատիվը չեմ տեսնում, որ ձեր տան հարցը կլուծվի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Նաիրա Արտյոմ, կլինեք միասին, թե ոչ։ Նաիրա Արտյոմ, կլինեք միասին, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նաիրայի եւ Արտյոմի համար։ Նաիրա Արտյոմ, կա խնդիրներ, սիրելի Նաիրա, կա խնդիրներ։ Գիտեք ինչ, կա խնդիրներ, հնարավոր է, որ նեգատիվ լինի, սիրելի Նաիրա, նեգատիվ կա, որը փակում է ձեր ընդհանուր երջանկության ճանապարհը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի միություն։ Աստծո է տալիս մի օր լավ է, մի օր վատ, անընդհատ խնդիրներ, պրոբլեմներ են ավելանում։ Կա խնդիր, որը շատ վաղուց է կատարված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ լինի միություն։ Արեք 34 տարեկան գործնական, Արեք 34 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արեգի համար։ Արեք 34 տարեկան գործնական, կա խնդիրներ ֆինանսական ոլորտում, սիրելի Արեգ։ Սիրելի Արեգ, ձեր վրա կա թուղթ ու գիր, ձեր եւ գործնականն է փակված եւ անձնականն է փակված, ձեր երազանքների ճանապարհը փակված է։ Դրա համար էլ կա ֆինանսական խնդիրներ, ֆինանսական դժվարություններ։ Սիրելի Արեգ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ֆինանսական հաջողություն կլինի եւ անձնական երջանկություն կլինի։ Զարինե 44 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զարինեի համար։ Զարինե 44 տարեկան առողջական, կա խնդիրներ, սիրելի Զարինե։ Սիրելի Զարինե, ձեր առողջական խնդիրը ձեր վրա կա թուղթ ու գիր, ձեր վրա կա անեծք, որը բերում է նման առողջական խնդրի առաջ է կանգնեցնում։ Չկա ախտորոշում, չկա նորմալ բուժում, որպեսզի լինի լավացում, սիրելի Զարինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվ էներգիան մաքրեք ձեր վրայից, նոր հնարավորություն կլինի, որ ձեզ լինի ճիշտ բուժում, ճիշտ ախտորոշում։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է լինի լավացում, լինի ապակինում։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։
Ցոլակ 27 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ցոլակի համար։ Ցոլակ 27 տարեկան անձնական։ Սիրելի ցոլակ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի ցոլակ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Վախեր կա, խնդիրներ կա, տեսակ տարօրինակ իրավիճակներ կա, սիրելի ցոլակ։ Դուք ձեզ էլ չեք հավանում, որովհետև զգում եք, որ չի ստացվում ձեր անձնականը։ Ձեր անձնականի վրա թուղթուգիր կա, սիրելի ցոլակ, այս թուղթուգիրից որ մաքրվեք այդ նեգատիվից, հնարավոր է, որ դրանից հետո 100%, ոչ թե հնարավոր է, 100% կլինի անձնական երջանկություն։ Նարինե 38 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 38 տարեկան անձնական։ Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ լինի անձնական, փակված է ձեր մոտ ամեն ինչ։ Տիգրան 34 տարեկան, կփուժվեք արդյոք թե ոչ։ Տիգրան 34 տարեկան, կապաքինվեք արդյոք։ Տիգրան 34 տարեկան, այո սիրելի Տիգրան, կատարեք բժիշկների ցուցումը, ցույց է տալիս, որ դուք կապաքինվեք, դուք կարողանաք։ Կամո 40 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կամոյի համար։ Կամո 40 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Կամո։ Սիրելի Կամո, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականի վրա կա կախարդանք, կա մագիա, կա գիր։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Կամո, նոր դրանից հետո հնարավոր է, որ դուք ունենաք անձնական երջանկություն։ Հերիքնաս Լևոն, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Հերիքնաս Լևոն, ինչ է սպասվում։ Սիրելի Հերիքնաս, սիրելի Լևոն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է սպասվում։ Շնորհակալ եմ, Լորա 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լորայի համար։ Լորա 22 տարեկան անձնական։ Սիրելի Լորա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լորա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Անի 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 19 Անի 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։
Սիրելի Աննայիդ, գրեք ձեր տարիքը, Անահիտ տարիքը ու հարցը։ Ես ձեզանից եմ շնորհակալ ձեր լայքերի, ձեր սրտիկների, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Աննա 28 տարեկան, անձնական առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 28 տարեկան, անձնական առողջական։ Սիրելի Աննա, ոնց որ ձեր անձնականը քնած լինի։ Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր եւ անձնականն է փակված, նաեւ կա առողջական խնդիրներ։ Ձեր առողջական խնդիրներն է կախված այս մագիայից։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի անձնական, նոր հնարավոր է լինի լավացում ապակինում։ Սարգիս 30 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սարգիսի համար։ Սարգիս 30 տարեկան։ Սիրելի Սարգիս, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեզք, հնարավոր է եւ հայրական ազգն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որովհետև այս նեգատիվը, այս տոհմական անեզքը ձեր եւ անձնականն է փակում եւ ձեր գործնականն է փակում։ Մաքրվեք, դուք դեռ երիտասարդ եք եւ ձեր գործնական ոլորտում եւ ձեր անձնական ոլորտում կունենաք հաջողություն։ Սևակ Մարի, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սևակի Սևակ Մարի, անձնական։ Կա խնդիրներ սիրելի Սևակ, սիրելի Մարի, բայց այդ խնդիրները ժամանակավոր է, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ճիշտ է, խնդիրները կա, բայց դուք կկարողանաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ, ելք է ցույց տալիս։ Ճիշտ է, կա պրոբլեմներ, բայց նաև կա հնարավորություն, որ դուք կարողանաք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս գալ։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, սրտիկների համար։ Անահիտ 47 տարեկան, անձնական ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 47 տարեկան, անձնական ֆինանսական։ Կա խնդիրներ սիրելի Անահիտ, սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ լինի անձնական, լինի ֆինանսական հաջողություն։
Մետաքսյա 25 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մետաքսյայի համար։ Մետաքսյա 25 տարեկան անձնական։ Սիրելի Մետաքսյա, ձեր վրա կա տոհմական անեզք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո կլինի անձնական, ձեր վրա կա տոհմական անեզք։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Մարինե 31 տարեկան, ինչ է սպասվում ապագայում, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։ Մարինե 31 տարեկան, ինչ է սպասվում ապագայում։ Սիրելի Մարինե, ցույց է տալիս, որ երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Մարինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատվածը, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Մարինե։ Շնորհակալ եմ նվերների, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կարող եք հայտնել։ Արմեն 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 30 տարեկան անձնական, սիրելի Արմեն, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արմեն, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ նվերների համար,
շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս վարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, բարև ձեզ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Կարեն 48 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կարեն 49 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Կարեն։ Սիրելի Կարեն, ձեր վրա կա թուղթ ու գիր, որը փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ ձեր կյանքի և անձնական ոլորտում լինի երջանկություն և գործնական ոլորտում լինի հաջողություն։ Սամվել Սերինե, կմիանաք թե ոչ։ Սամվել Սերինե, կմիանաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի ու Սերինեի համար։ Սիրելի Սամվել, սիրելի Սերինե, ձեր վրա կա թուղթ ու գիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չի լինի միություն։ Ձեր բաժանությունները եղել դրա պատճառով։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ դուք լինեք միասին։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պայծառատեսի օգնությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ բոլորի հարցերին։ Թող իրենք էլ պատրաստեն իրենց հարցերը, իրենք ստանան իմ օգնությունը։ Շնորհակալ եմ։
Քրիստինա 32 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար, Քրիստինե 32 տարեկան, Սիրելի Քրիստինե, ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Մանուշ 55 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանուշի համար։ Մանուշ 55 տարեկան, սիրելի Մանուշ, ձեր հատկապես ֆինանսական ոլորտում ցույց է տալիս, որ լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա ձեր գործնական ֆինանսական ոլորտում, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Արտյոմ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ 29 տարեկան, կա խնդիրներ սիրելի Արտյոմ, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, սիրելի Արտյոմ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր և անձնական խնդիրների մեջ և գործնական պրոբլեմներ կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արտյոմ, նոր դրանից հետո հնարավոր է դրանից հետո ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի Վարդուի, գրեք ձեր տարիքը։ Շատ շնորհակալ եմ։ Դավիթ 25 տարեկան, անձնական։ Դավիթ 29 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար, կա խնդիրներ սիրելի Դավիթ, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, սիրելի Դավիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Նարինե 41 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 41 տարեկան, սիրելի Նարինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Հովիկ 33 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովիկի համար, կա խնդիրներ սիրելի Հովիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր է, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ էր, որ ունեք սիրելի Հովիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Շնորհակալ եմ։
Վարդուհի 30 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդուհու համար։ Վարդուհի 30 տարեկան։ Սիրելի Վարդուհի, հատկապես ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Վարդուհի, ձեր երազանքները, ձեր նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ կա խնդիր, կա պրոբլեմ, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հերմինե 27 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 27 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Հերմինե։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են, ամեն ուր պրոբլեմ է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Քյարամ 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քյարամի համար։ Քյարամ 23 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Քյարամ, ձեր վրա կա տոհմական անեզք և անձնականն է փակված, և գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Փակված է ձեր կյանքի և անձնականը, և գործնականը։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Նարինե 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 33 տարեկան անձնական, սիրելիս ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է լինի անձնական։ Շնորհակալ եմ։ Մայրամ 29 տարեկան անձնական, Մայրամ 29 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 29 տարեկան անձնական, սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է որ լինի անձնական։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Էդմոն 19 տարեկան, համալսարանի խնդիրները կլուծվեն, թե ոչ։ Էդմոն 19 տարեկան, համալսարանի խնդիրները կլուծվեն, թե ոչ։
Այո, ճիշտ է, դժվարություններ է ցույց տալիս, բայց Էդմոնի համալսարանի խնդիրները կլուծվեն։ Իօգուտ Էդմոնի։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Արմինե Կարեն, միշտ ձեր կողքը կլինի, թե ոչ։ Արմինե, Կարենը միշտ ձեր կողքին կլինի, թե ոչ։ Այո, սիրելի Արմինե, Կարենը միշտ ձեր կողքին կլինի, ձեր կողքին կլինի։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի համար, ձեր սրտիկների համար, սիրելիներս։ Գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր հարցի ոլորտը։ Աքսան 21 տարեկան, ինչ է սպասվում անձնական ոլորտում։ Աքսան 21 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Աքսան, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Աքսան, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություններ ցույց տալիս, երջանկություններ ցույց տալիս, սիրելի Աքսան, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ լայքերի համար, սրտիկների համար։ Սոնա 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Սիրելի Սոնա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի անձնական, փակված է ձեր անձնականը։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ, սիրելիներս։ Արո 49 տարեկան, աշխատանք, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արոյի համար։
Սիրելի Արո, ձեր աշխատանքի ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրես պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Տիգրան 23 տարեկան ֆինանսական անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 23 տարեկան ֆինանսական անձնական։ Սիրելի Տիգրան, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություններ։ Ճիշտ է, դա մեկից չի լինելու, բայց կամաց դուք ինչ երազանք նպատակ որ ունեք ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, դուք ձեր երազանքներին, նպատակներին հասնելու եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, սիրելիներս։ Ինչպես գիտեք, ես ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ու եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր բոլորի հարցերին։ Իսկ սիրելիներս, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պայծառատեսի օգնությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, իրենք թող նույնպես գրանցվեն իմ ալիքներին, կարողանան այս եթերներին միանալ, իրենք էլ կարողանան օգտվել այս հնարավորությունից։ Ես այսօր ավարտում եմ իմ եթերը, սիրելիներս, ում որ չկարողացա պատասխանել, դուք կարող եք միանալ վաղը, մեծ սիրով, ում որ չեմ կարողացել պատասխանել, կփորձեմ վաղը ձեր հարցերին պատասխանել։ Այսքանը, սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։